Հայաստանին ինչպիսի ղեկավար է պետք։ Ով որ երկրի շահերը պաշտպանի, որ երկիր չկորցնենք։ Մենք ապրում ենք Քոչարյանի ժամանակ շատ լավ ենք ապրում։ Փաշինյանի օրը ոչ մի լավ բան չտեսանք մենք։ Ես օրինակ ուզում եմ Քոչարյան ընտրվի։ Ես իմ ձայնս կտամ իրան։ Ես 100% հավատում եմ, վստահում եւ իմ քվեն կտամ։ Ես Հայաստանի Ղարաբաղից եմ, բայց Հայաստան 099 Ես գրանցվածում եւ այդ ձայն ասում ընտրությունների խորհրդարան։ Ես իմ ձայնը կտամ Գյորգոտ նախագահ, Ղարաբաղ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Այսօրվա իրավիճակում ում կվստահեիք երկրի ղեկավար։ Ուժեղ ղեկավար Ռոբերտ Քոչարյան, ով ժողովրդի կողքը կնի, ով կվախենա, որ կայնի ղեկավարի դեմը ասի, որ սենց նենց, խոսքի սենց նենց։ Քոչարյանին իրա տղամարդկային վզգլյադ ասեմ, դեմք ասեմ, արտահայտությունն ասեմ, իրա պահվածքն ասեմ, դերասանություն չի արել երբեք, խոսքը կարճ ասեք կոնկրետ ու գաղափարայել է միտք այել է մեջը, այդքան բան։ Ուժեղ ղեկավար է պետք, ուժեղ որ հայությունը պահպանի, հայ ժողովրդին պահպանի, որ ես զգամ, որ ես լիարժեք մարդ եմ այս աշխարհի մեջ, այս հանրապետության մեջ։ Մեզի պետք է ոչ թե ստուգելու ժամանակ փորձ չունենք, թե մենք ստուգված մարդու, թող համ պարոն Կարապետյանը, համ Ծառուկյանը սաղ միանան, դառնան բանի հետ, մեր պարոն Քոչարյանի հետ միասին, որ երկիրը պահենք հետ, սաղ ընտրեն այդ երեքու դաշնակցությունը դառնա մեկ, որ այս վիճակից հանենք։ Ձեր կարծիքով եթե նա ստանձնի վարշապետի պաշտոնը, առաջին հարցը ազգային անվտանգությունը ապահովելու է 100%-ով։ Ինքը սուտասիկ մարդ չի, ինքը ճշտոն մարդ է, ինքը ասածը անող մարդ է։ Իմ ցանկությունն է, որ Ղարաբաղից եմ գնանք մենք մեր տները, մեր հայրենիքը։ Դու շատ բաներ, մի հատ մութ խավար երկիր էր, միջև իրա։ Մի հատ տեղ գնալու, մի հատ նստելու, մի սրճարան չկար անգամ։ Իրա գալուց հետո ամեն ինչ էլ կամած եկավ իրա տեղը։ Ու ես չեմ միակ ղեկավար Լևոն կլինի, Սերժ կլինի, միակ ղեկավարը այդ